Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում է հայտնվել կրթության վերաբերյալ շատ հետաքրքիր բնորոշում, որի հեղինակը հանրակրթության ոլորտում 3 տարվա փորձ ունեցող Բրյուսովի անվան համալսարանում ամբիոնի վարիչ, օտար լեզուների առարկայական չափորոշչի աշխատանքային խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության փորձագետ Քրիստինե Սողիկյանն է։ Քրիստինե, շատ շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար եւ միանգամից ուզում եմ հիշեցնել ձեր հրապարակային հայտարարությունը, գրառումը սատկած ձիու լեշը նոր ու սիրուն ակադեմիական քաղաք տանելու դեպքում այն չի վերակենդանանա, բայց նաեւ խոստացել էիք ասել, թե ինչ է պետք անել, եթե ձին չի վերակենդանանա, ինչ է պետք անել, ուրեմն սկսենք հենց այդտեղից։ Շնորհակալություն Անուշ այս հնարավորության համար։ Սատկած ձիու համանմանությունը ես վերցրել եմ ուրիշից։ Հենց կրթության ոլորտին վերաբերելի դարձրել եմ ինքս, որովհետև երբ կարդացի սատկած ձիու տեսության որոշակի դրույթներ, որտեղ խոսքը գնում է այն մասին, որ կոնկրետ կառուցակարգեր կան կամ համակարգեր կան, որոնք այլևս վաղուց դադարել են գործել, անընդհատ փորձում են վերակենդանացվել ինչ-որ արհեստական միջոցներով։ Դա վերաբերելի է պետական կառավարման, մասնավոր կառավարման ոլորտներին, ընդ որում մասնավորի պարագայում երևի ավելի հեշտ են հրաժարվում սատկած ձիուց, որովհետև մասնավորում պարզ է, որ ամեն ինչ փողի հետ է կապված, իսկ սատկած ձին, եթե փող չի բերում, ուրեմն այլևս իմաստ չունի։ Պետական կառավարման համակարգերում եւ հատկապես կրթության ոլորտում, եւ ես չէի ուզենա այստեղ կենտրոնանալ բացառապես հանրակրթության վրա, այլ առհասարակ լայն իմաստով կրթության ոլորտում, մենք շատ վաղուց հրաժարվում ենք նկատել, որ ձին սատկել է, եւ մենք անընդհատ փորձում ենք այդ ձիուն վերակենդանացնել։ Մենք թղթեր ենք գրում այն մասին, թե ինչպես կարելի է վերակենդանացնել ձիուն։ Մենք գրում ենք այլ չափանիշներ եւ չափորոշիչներ, որոնք կարող ենք օգտագործել վերագնահատելու իրավիճակը, որով այդ սատկածին այնքան էլ սատկած չի թվա։ Մենք փորձում ենք ինչ-որ հանձնաժողովներ ձևավորել, որոնք փորձում են հասկանալ, թե այդ սատկած ձիուն ինչպես կարելի է վերագործարկել եւ այլն եւ այլն։ Բայց որևէ պահի կանգ չենք առնում ինքներս մեզ համար ընդունելու, որ ինչ-որ բան կա, որ իսկապես չի աշխատում։ Դրա համար ես կարծում եմ, որ երկու շատ կարևոր բան է պետք։ Առաջին հերթին քաղաքական կամք դա ընդունելու եւ հասկանալու, որ այլևս այսպես շարունակել ինքնահոսով չի կարելի, որովհետեւ եթե ձին սատկել է, այնտեղ արդեն քայքայման գործընթացներ են գնում, որոնք կարող են ախտահարել նաեւ հարևան էկոհամակարգերը կամ հարևան տարածքները, եւ երկրորդ հանձն առնել նոր բան ստեղծելու։ Դուք խոսեցիք ակադեմիական քաղաքին իմ հղման մասին, ակնհայտ է, որ հանրակրթությունը չի գնալու ակադեմիական քաղաք, այլ բարձրագույնը, բայց միևնույն ժամանակ կրթությունը նման է կենդանի օրգանիզմի, որտեղ եթե մի օրգանը լավ չի աշխատում, ապա դա անպայման իր բացասական հետևանքը ունենում է ընդհանուր օրգանիզմի համար որպես համակարգ։ Այսինքն չի կարելի ակնկալել, որ երիկամը լավ չի աշխատում, բայց սիրտը լավ է աշխատելու եւ հակառակը։ Այսինքն եթե հանրակրթությունում խնդիր ունենք, այդ խնդիրը շատ արագ, ընդամենը մի քանի տարի հետո, մինչև որ ցիկլը ավարտվի եւ արդեն սկսվի բուհականի ցիկլը, արտացոլվելու է բուհականում, այդտեղից գիտությունում եւ այդպես շարունակ։ Դեռ կանցնենք ախտահարման խնդիրներին, բայց ինչի՞ց է սատկել ձին, դա երբ է սկսվել ձեր դիտարկումներով եւ ով է դրա պատասխանատուն, եթե կա հիմա այդ պատասխանատուն։ Գիտեք, հիմա շատ ուժեղ միտում կա գտնել մեղավորներ։ Իհարկե պատասխանատու բառը երբեմն մեղավորի փոխարեն է օգտագործվում, բայց ես չեմ կարծում, որ այստեղ մատնացույց անելը կամ ինչ-որ անհատի կամ կառույցի թիրախավորելը ճիշտ կլինի։ Մենք շատ հաճախ մոռանում ենք, որ ժամանակը եւ տարածությունը դրանք կոնտինուում են, այսինքն նրանք շարունակականություն են եւ չի կարելի ինչ-որ մի առանձին միջադեպը վերցնել եւ մեկուսի դիտարկել։ Ես կարծում եմ, որ մենք ձախողել ենք Խորհրդային Միության փլուզումից հետո, որովհետև մենք գոյություն ունեցող ընդհանուր գաղափարախոսական հենքը, որը կար խորհրդային ժամանակաշրջան, չկարողացանք փոխարինել պատշաճ կերպով մեր ազգայինով կամ այդ պահին անհրաժեշտ
համապատասխան շրջանակներով։ Գուցե պատճառները օբյեկտիվ էին, որովհետև ես ինքս այդ տարիներին դպրոցում աշակերտ եմ եղել եւ ես հիշում եմ այն դժվարությունները, որի միջով մենք անցել ենք, բայց երբ դու գաղափարախոսություն ես հանում ու տեղը ոչինչ չես դնում, այդ ազատ տարածությունը սկսում է մոլախոտերով ծածկվել։ Առաջին հերթին ունեցանք կրթության արժեզրկումը, որը շատ ակտիվ էր 90-ականներին եւ մատնացույց էին արվում մարդիկ, որոնք ունեին բարձրագույն կրթություն, դիպլոմներ, բայց որոնք չէին հաջողում այդ պահի իրավիճակում։ Այդտեղից սկսվեց կրթության արժեզրկումը։ Կրթության արժեզրկումը եկավ հասավ մինչեւ նույնիսկ 2000-ականների սկիզբ, բայց երբ արդեն հանրակրթությունում դու արժեզրկել ես ուսուցչին, կրթության բովանդակությունը, կրթության գործընթացը, երբ աշակերտը այլևս պատկառանք չի զգում իր համար կրթություն իրականացնող հաստատության նկատմամբ, այդ բարոյալքությունը սկսվում է եւ շարունակվում է մինչեւ օրս, որովհետև մինչ օրս կրթության պատշաճ արժևորում մեր հասարակությունում դեռ չկա։ Բովանդակային իմաստով եթե խոսելու լինենք, ակնհայտ է, որ մի քանի բարեփոխում է տեղի ունեցել հանրակրթության բովանդակության, երկուսն էլ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ են եղել, մեկը դեռևս 2000-ականների սկզբին էր եւ նոր դասագրքեր գրվեցին եւ այլն։ Այդ բարեփոխումը չծառայեց իր առաջնային նպատակին, որովհետև անգամ եթե դու լավ բովանդակություն ես բերում ոչ պատշաճ գաղափարախոսական հենքի մեջ կամ դրա բացակայության պայմաններում, այդ բովանդակությունը չի աշխատելու։ Բովանդակությունը միշտ չէր, որ լավն էր նախորդ բարեփոխման արդյունքում, որովհետև մինչ օրս, եթե մենք վերցնենք կոնկրետ դասագրքեր, կոնկրետ առարկաների ուսումնական բովանդակությունը, մենք կտեսնենք, որ այնտեղ չափազանց խրթին եւ նույն է դեռևս անգիրի վրա հիմնված սեփական դատողականությունը եւ քննական մտածողությունը չխրախուսող բովանդակություն ու մեթոդաբանություն է։ Այսինքն կարող ենք այսպես ասել, որ պետությունը փաստորեն փորձում է ինչ-որ դրվագային հարցեր, առանձին մի հարց վերցնել լուծել, բայց դա ընդհանուր համակարգի մեջ տեղավորելու խնդիր դեռ կա, որովհետև եթե պայմանավորվածություն կա, ենթադրենք համաշխարհային բանկի հետ այսքան հատվածով, ինչ-որ նեղ սահմանափակ հատվածով, ինչ-որ բան փոխել, դա գուցե արվում է, բայց դա անելիս հարակից հարցերը ճիշտ ուշադրության չեն արժանանում։ Ինչ-որ իմաստով ձեզ հետ կհամաձայնեմ, ինչ-որ իմաստով չէ, որովհետև առնվազն վերջին բարեփոխման օրինակը ցույց է տալիս, որ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ ձեռնարկված հանրակրթության բարեփոխման գործընթացը, որը վերաբերում էր միայն STEM, այսինքն բնություն, տեխնոլոգիա, ինժեներիա եւ մաթեմատիկա ոլորտներին, բաց էր թողնելու հումանիտար բլոկը, որը պետությունը վերցրեց իր վրա։ Այսինքն այս բարեփոխումը հանրակրթության ամբողջական է եղել բոլոր առարկաների մասով։ Արդի գաղափարախոսություն է դրված կոմպետենցիաների վրա հիմնված ուսուցում, խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցում եւ այլն։ Եվ խնդիրը միշտ երևի թե, եթե խոսենք մեր դեպքում եղած խնդրի մասին, այն չի եղել, որ մենք չենք ունեցել լավ հայեցակարգեր, լավ փաստաթղթեր, լավ քաղաքականություն, եւ սա միայն կրթության մասին չէ։ Սրա մասին կարելի է խոսել Հայաստանի ցանկացած ոլորտին անդրադարձով։ Խնդիրը այն է, որ թղթի վրա գրվածը կամ մեր թղթերը շատ լավն են, բայց հիմնականում որովհետև շատ լավ փորձաքննություն են անցնում, հետադարձ կապով արձագանքներ են գալիս եւ այլն, բայց թե ինչպես են դրանք իմպլեմենտացվում, այսինքն կիրարկվում, ներդրվում, այստեղ է խնդիրը։ Դա է ուզում հիշեցնել, որ հատկապես պատերազմից հետո շատ կարևոր օրենսդրական փոփոխություններ կան, որ իսկապես եթե կարդում ես այդ փաստաթղթերը, զգում ես, որ պետությունը իսկապես հասկացել է, որ ինչ-որ բան պիտի անի եւ ասում է ինչ պիտի անի եւ ինչի համար պիտի անի, բայց ինչպես է անում եւ ինչ միջոցներով է անում, ինչի հաշվին է անում կամ ինչ գնով է անում, մենք կարծես դա չենք տեսնում։ Ես 2 օր առաջ ականատես եղա, երբ 7-րդ դասարանցին գալիս է եւ պատվիրում է ռեֆերատ առանց նշելու թեման, այդ երեխային հարցնում եմ, գիտես ինչի մասին էր այդ ռեֆերատը, որ հիմա 700 դրամ վճարեցի, որ տանես ուսուցչին, փոխանցես, ասաց չէ, բայց ասաց, որ հաստատ կստանամ։ Այսինքն հիմա հասարակության մեջ մեծ պայքար չէ գնաց հայոց պատմություն, թե Հայաստանի պատմություն։ Պետությունը ինչ պիտի անի, որ այդ ուսուցիչները այդ 700 դրամով տպած բառացիորեն
5 րոպե չի տևում այդ գործընթացը, երեխան բացարձակապես տեղյակ չէ դա Հայաստանի պատմության, հայոց պատմության կոնտեքստի մեջ տեղավորվող նյութ է, որևէ նյութ է տպված, տալիս է նյութեղեն այդ առարկան ուսուցչին, նա էլ ասում է դու ստացա ռեֆերատը։ Պետությունը ինչ կարող է անել, որ օրինակ նման դեպքում կրթությունը ունենա որևէ արդյունք։ Շատ վառ օրինակ բերեցիք կրթության արժեզրկվածության։ Այսինքն, եթե տվյալ ռեֆերատը 700 դրամ արժեր, պարզ է, չէ, որ այդ կրթությունը եւ այն հանգամանքը, որ այդ աշակերտը անգամ իրազեկ չէր, թե ինչի մասին է այդ ռեֆերատը, վկայում է այն մասին, որ այդ երեխայի համար այդ բովանդակությունը արժեք չունի։ Այսինքն, այդ կրթությունը եւ այդ բովանդակությունը պարզապես զրոյական կարևորություն ունեն այն մարդու համար, որը վաղը դառնալու է այս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը պիտի հենց մեր անցած պատմության դասերը քաղած լինի, որպեսզի կարողանա ապագան որոշել իր ժողովրդավարական ընտրությունների ժամանակ տված քվեով։ Այսինքն սա ամենակարևոր ձախողումն է, որին հասցեագրում կա հանրակրթության պետական չափորոշիչում, որտեղ հիմքում դրված են կարողունակությունները եւ դրանցից մեկը ժողովրդավարական կարողունակությունն է։ Բայց սա հարցի մի կողմն է։ Ինչ պիտի անի պետությունը։ Հիմա նայեք, մենք անընդհատ խոսում ենք նրա մասին, որ պետությունը պիտի ինչ-որ բան անի, բայց մենք հաճախ մոռանում ենք պետության ձեռնարկած քայլերի իրացման ժամանակ անհատական պատասխանատվությունը, նաև մոռանում ենք հարակից ոլորտները կամ այն հանգամանքը, որ ցանկացած բան այդ պետության մեջ մեկ ընդհանրական էկոհամակարգի մի փոքրիկ հատված է։ Վերջին ժամանակներում տենդենց կա, ինչի մասին խոսում են, ասում են կրթությունն է պատասխանատու /մեղավոր, հա? Այսինքն ամեն ինչը մի քիչ չափազանցություն է։ Դու չես կարող ակնկալել, որ դպրոցը պիտի լինի հասարակությունից իներտ ու ստերջ, որովհետև կրթությունը այդ հասարակության մի բաղադրիչն է։ Այո, կրթությունը այն բաղադրիչն է, որը պիտի առաջ մղողը լինի, բայց չի կարող կրթությունը դա անել, որովհետև սատկել է։ Այսինքն, այստեղ մենք մի հատ այսպիսի դիլեմայի մեջ չենք հանձնառնում այդ սատկած ձյուն մի կողմ դնելու խնդիրը ու նոր ձի գնելու խնդիրը, ընդ որում այդ նոր ձին գնելիս պետք է ատամներին շատ ուշադիր նայել, գնելը այստեղ չակերտավոր է, մենք կարող ենք մեր սեփականը ստեղծել։ Նկատի ունեք ազգային հայկականը, այսինքն նկատի չունեմ կտրված աշխարհից, այլ հայկական շեշտադրմամբ կրթությունը նկատի ունեմ։ Ես նկատի ունեմ հայաստանյան եւ միջազգային իրողությունների հաշվառմամբ նոր կրթահամակարգի ձևավորումը։ Եվ ես դա շատ ավելի լավ տեսնում եմ օրինակ բարձրագույնի օրինակով եւ հենց այս ակադեմիական քաղաքի տրամաբանության մեջ, որովհետեւ հանրակրթության պարագայում, ընդ որում նույնիսկ մանկապարտեզային կրթության եւ նախադպրոցական կրթության պարագայում նոր չափորոշիչները գրվել են։ Այսինքն այստեղ շարունակականությունը կա, երեխան գնում է մանկապարտեզ, նախադպրոցական կրթություն է ստանում, կան չափորոշիչները, կան հստակ պահանջները, այդ ինչպես է դա իմպլեմենտացվում արդեն մանկապարտեզի մակարդակով։ Մեծապես կախված է անհատական պատասխանատվությունից։ Անհատական պատասխանատվությունից մանկապարտեզում եւ դպրոցում։ Դպրոցի կամ մանկապարտեզի ղեկավարի եւ նաեւ անհատ ուսուցչի եւ դաստիարակի։ Որտեղից է գալիս այդ պատասխանատվությունը։ Ծնողների հարցը չկա։ Հիմա կանդրադառնամ դրան էլ։ Որտեղից է գալիս այդ պատասխանատվությունը, սեփական դերակատարության արժևորման ու կարևորության գիտակցման պարագայում կարող է լինել միայն այդ պատասխանատվությունը, այն պարագայում, եթե իրենք պատշաճ բուհական մանկավարժական կրթություն են ստացել։ Եթե իրենք պատշաճ բուհական մանկավարժական կրթություն չեն ստացել, եթե իրենք այդ 7-րդ դասարանցու նման ռեֆերատով, գնված ռեֆերատով են ավարտել բուհը, եթե այսօր բուհը ավարտող օրինակ օտար լեզվի օրինակը բերեմ, օտար լեզվի ուսուցիչ դարձող մարդը չունի պահանջվող մակարդակի օտար լեզվի իմացություն, այն մակարդակի, որով պիտի իր աշակերտը ավարտի դպրոցը, մենք այստեղ խոսում ենք սատկած ձիու մասին։ Այսինքն, տարբեր օղակներում չիրացվածությունը հանգեցնում է այդ շարունակական իներտությանը, որը մենք ժառանգում ենք շրջափուլ առ շրջափուլ։ Ինչ պիտի անի պետությունը։ Պետությունը տվել է կարգավորող փաստաթղթերը։ Պետությունը հիմա պիտի նայի, թե ովքեր են այդ
կարգավորող փաստաթղթերը իրականացնողները։ Ատեստավորում է անում հիմա։ Բայց մենք տեսնում ենք, հիմա արդեն մանկապարտեզների։ Այսինքն գործընթացը սկսվել է, բայց գործընթացը բավականին ցավոտ տեղ ունի, որովհետև նայեք, կրթությունը միշտ եղել է, միշտ չէ, առնվազն անկախ Հայաստանի պատմության մեջ միշտ եղել է սոցիալական հարց լուծող տեղ։ Եվ նախորդ կառավարություններն էլ պիտի ասեմ, որ միշտ վախով են մոտեցել կրթության ոլորտին, որովհետև ամեն անգամ երբ դու փորձես ինչ-որ միջամտություն անել, ինչ-որ սոցիալական ապստամբություն ու աղմուկ է բարձրացել։ Բացի իրենց քաղաքական շահեր կան, վարչական ռեսուրս կան։ Բնականաբար։ Ես քաղաքական ասպեկտի մասին չեմ խոսի, որը ընդ որում այդ վարչական ռեսուրսի տրամաբանության մեջ շատ լուրջ քայքայիչ ազդեցություն է ունեցել կրթության դերի դրա նկատմամբ պատկառանքի իմաստով։ Բայց արդյոք պետք չէր միանգամից այդ հարցը լուծել գոնե 2018-ից հետո, այսինքն շատ կտրուկ դնել հարցը, դա նոր ձի գնելու ինչ-որ տարբերակ կարող է։ Գիտեք, ներկա կառավարությանը քայլերի կտրուկության բացակայության մեջ շատ ոլորտներում կարելի է քննադատել եւ ոչ միայն կրթության ոլորտում։ Ինձ թվում է բոլորս գիտենք ինչ process-ներ են տեղի ունենում, մեծ ակնկալիքներ կան կտրուկության, պարզապես ես չեմ կարող մեկնաբանել այդ քաղաքականությունը, այնպես որ փորձագետի աչքով եթե նայում եմ, ես տեսնում եմ, որ կան ժառանգված խնդիրներ, որ ժառանգված խնդիրները միայն պետության կողմից թղթերի եւ փաստաթղթերի ու կարգավորումների ու կանոնակարգերի մշակմամբ չեն կարող լուծվել, մեծ ակնկալիք ունենք ուսուցիչներից առնվազն օտար լեզվի առարկայական չափորոշիչի մասով, այնտեղ դրված են շատ լուրջ ժողովրդավարական արժեքներ, եթե դուք բացեք փաստաթղթին ծանոթանաք, դուք կտեսնեք, որ այնտեղ կա գենդերային հավասարության գաղափարախոսություն, ժողովրդավարության, ակտիվ քաղաքացիության, ակտիվ մասնակցության եւ այլն, այսինքն օտար լեզվի առարկայական չափորոշիչը դիտարկվում է որպես լեզուն դիտարկվում է որպես միջոց ակտիվ քաղաքացի լինելու համար, բայց եթե ուսուցիչը, որը դասավանդելու է այդ առարկան, ինքը այդ արժեքները կրողը չէ։ Եթե ինքը չի կարծում, որ ինքը ունի նույն չափ իրավունք եւ ազատություն եւ հնարավորություն, եթե ինքը չի կարծում, որ ինքը կարող է իր համայնքում ինչ-որ բան փոխել, ինչպես կարող է այդ ուսուցիչը ոգեշնչել կամ դաստիարակել այդպիսի տրամաբանության կրող աշակերտի։ Այս սա մյուս խնդիրն է, որը ունենք։ Ծնողի եւ դաստիարակի եւ ուսուցչի պատասխանատվության մասին խոսեցիք։ Ունենք ծնողական համակազմ, որը այդ արժեզրկված կրթության շահառուն է եւ ժառանգորդն է։ Ես ուզում եմ իմ անձնական օրինակը բերել, ես ապրում եմ աշտարակում շատ սովորական Երևանից դուրս գտնվող համայնքում, իմ երեխաները հաճախել են շատ սովորական աշտարակյան դպրոց, որտեղ մեղմ ասեմ սովորելը մոդա չի, որովհետեւ ծնողական համակազմը չի արժևորում սովորելը եւ կրթությունը եւ իրենց երեխայի ապագան հենց այդ համատեքստում։ Շատ ճիշտ եք ասում, որ ծնողը անելիք ունի, բայց հիմա նորից եթե մենք հետ նայելու լինենք եւ նորից նայենք խորհրդային դպրոցի ժամանակաշրջանը, մենք չենք կարող բացառել այն հանգամանքը, որ խորհրդային դպրոցը շատ լուրջ դերակատարում ունեցավ խորհրդային հասարակության եւ հասարակարգի ձևավորման գործում, բայց միայն դա չէր։ Տարբեր կոլեկտիվներում կային համապատասխան օղակներ, կային համապատասխան գաղափարախոսությունը առաջ տանող մարմիններ, կային ԶԼՄ-ները, որոնք, այո, պրոպագանդայի միջոցով, քարոզչամեքենայի գործարկման միջոցով կարողացան ինչ-որ գաղափարախոսական հովանոց ստեղծել այդ հասարակության համար։ Հիմա այո, մենք ազատ երկրում ենք ապրում, բայց մենք պիտի հստակ իմանանք, թե որոնք են մեր ուղենիշները, եւ այդ ուղենիշները պիտի ժառանգված լինեն մեր կրթահամակարգի կողմից։ Հիմա այդ ուղենիշները հանրակրթության համար քիչ թե շատ սահմանված են։ Այսինքն հանրակրթության պետական չափորոշիչը հստակ դնում է այս կարողունակություններ են, 8 առանցքային կարողունակություններ են, որոնք պիտի մեր շրջանավարտին պատրաստեն արդի, կյանքի եւ աշխարհի համար։ Այսինքն քաղաքական կամքը այստեղ կա։ Քաղաքական կամքը այստեղ կա եւ նույնիսկ որոշակի քայլեր կան, որովհետեւ հրաժարվել նախորդ չափորոշիչից ներդնել նորը, դիմակայել այսքան խոշոր դիմադրության, ինչին որ ականատես ենք լինում արդեն 3-4 տարի շարունակ, տարբեր առարկայական միջադեպերի հայոց պատմություն թե Հայաստանի պատմություն, հայոց լեզվի չափորոշիչ, գրականություն թե հայ գրականություն եւ այլն, մի քիչ ազգայինի
ցավոտ նոտայի վրա, բայց խոսակցությունը կա, խոսույթը կա, փոփոխությունը կա, կան որոշ քայլեր, որոնք արվում են այդ ուղղությամբ։ Ես չեմ ասի, որ բոլոր քայլերը սահուն են։ Ես չեմ ասի, որ ամեն ինչ արված է այնպես, ինչպես ի սկզբանե պլանավորված էր։ Շատ հաճախ գործընթացներում դու չես տեսնում նախնական պլանավորում այբից մինչև ֆ, հա, որտեղ այստեղ խնդիր կա։ Միշտ խնդիրներ կան, բայց ես չեմ ուզում հիմա մենք կենտրոնանանք խնդիրների վրա։ Խնդիրներ կան, կարելի է այդ գործընթացը շատ ավելի լավ կազմակերպել, կարելի է շատ ավելի լավ պլանավորել, կարելի է շատ ավելի հստակ տեսնել բոլոր քայլերի միջև պատճառահետևանքային կապերը, բայց բոլոր վայրիվերումներին զուգահեռ կարելի է նկատել, որ այստեղ փոփոխություն կա։ Ինչպես արդեն դուք էլ նշեցիք ատեստավորումը, հետևաբար եթե ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման ընթացքը տեղի ունենա այնպես, ինչպես նախատեսված է, առանց այդ 700 դրամանոց ռեֆերատների հոսքի, ըստ էության բովանդակային առումով եւ իրականության մեջ դիտարկելով գիտելիքը ոչ թե ֆորմալ ինչ։ Այո, այսինքն ֆորմալիզացիան դուրս բերեք, բայց այստեղ նորից անհատական պատասխանատվության մասին պիտի խոսեմ եւ ուսուցչի անհատական պատասխանատվության հետ գամ ձեր ռեֆերատի օրինակին։ Երբ դու ասում ես աշակերտ գնա ինձ պատմությունից ռեֆերատ բեր, աշակերտը շատ հանգիստ կարող է դա անել։ Դա ակադեմիական ազնվության խախտում է, բայց դու նպաստավոր պայման ես ստեղծել այդ գործողության համար։ Այլ բան, եթե դու աշակերտին ասեիր, աշակերտ, ես քեզ տալիս եմ 1 շաբաթ ժամանակ, դու գնա մտածի, թե հայոց պատմության կամ Հայաստանի պատմության որ խնդիրն է քեզ մտահոգում, եւ բեր ինձ խնդիրը, արի մենք քննարկենք, թե քեզ ինչն է հետաքրքրում։ Աշակերտը կգար կասեր, ինձ հետաքրքրում է ինչպես այսինչ դարում, այո, ծառացավ այս հարցը, կամ ինչպես եղավ, որ մենք զրկվեցինք պետականությունից, հա, կամ ինչպես եղավ, որ հայ մելիքները կամ իշխանները կամ չգիտեմ, չկարողացան հերթական անգամ միավորվել։ Ես կքննարկեմ քեզ հետ աշակերտ։ Ես քեզ կասեմ, այ շատ ճիշտ ուղղությամբ ես գնում կամ ճիշտ ուղղությամբ չես գնում, ես քո փոխարեն դու եթե լինեի կվերցնեի այս աղբյուրները, մի հատ սրան լսի, մի հատ սրան կարդա եւ այլն, եւ սա կլիներ process։ Այ հիմա դա է ներդրվել Հանրակրթության պետական չափորոշիչով 7-րդ դասարանից պարտադիր լինելու է նախագծային ուսուցում։ Այսինքն ամեն աշակերտ մի նախագիծ պիտի անի տարվա ընթացքում։ Ես մի հարց ունեմ, նախագծային ուսուցման հետ կապված մինչև 4 միավորով գնահատման կարգ է, չէ՞ սահմանված։ Այդտեղ գնահատումը ինչքանով է կարևոր։ Ես անկեղծ ասած գնահատման մեխանիզմին եւ գնահատման ռուբրիկին կամ սանդղակին ծանոթ չեմ, բայց առհասարակ կրթությունը առանց գնահատման ընդհանուր կոնցեպտի դժվար է պատկերացնել, որովհետեւ անգամ եթե աշակերտը խոսում է եւ ուսուցիչը գլխով է անում, սա արդեն գնահատում է, որովհետեւ սա արդեն հավանություն տալ է։ Եվ այստեղ գնահատում ասելով պիտի տարբերակենք ձևավորող գնահատումը, ամփոփիչ, բայց ինձ թվում է բալային համակարգը ընդհանրապես խնդիր չի։ Եթե ամփոփենք, փաստորեն դուք ունեք նախընտրելի նոր ձիու կերպարը։ Կարճ ամփոփենք, ինչպես կբնութագրեք այդ նոր ձիուն։ Նոր ձիու գաղափարը ինձ համար դրված է ուսուցչի կերպարի մեջ, որովհետեւ դու ինչքան էլ լավ թղթեր գրես, այդ թղթերը մնալու են թուղթ, քանի դեռ այդ թուղթը իրականացնողը քո դաշնակիցը չէ։ Այսինքն պատասխանատուն ուսուցիչներն են, թե պատասխանատուն պետությունն է, որը դեռ պիտի ունենա պատրաստի այդ ուսուցիչներին։ Գիտեք, շատ բարդ հարց եք տալիս, որովհետև ձեր հարցը բավականին բազմաշերտ է։ Ո՞վ է այդ абստրակտ պետությունը։ Պետությունը այն մարմինն ու այն կառույցն է, որը ասում է ինձ պետք է այսպիսի հանրակրթության շրջանավարտ, պետությունը այն կառույցն է, որը ասում է ինձ պետք է դպրոցում այսպիսի կառավարում, պետությունը այն մարմինն է, որը ասում է այս բովանդակությունը պիտի իրականացվի դպրոցում, պետությունը այն մարմինն է, որը համապատասխան ֆինանսավորումը հատկացնում է դպրոցի պատշաճ գործառնությունների համար, պետությունը այն մարմինն է, որը տեխնոլոգիական սարքակազմ է ապահովում տվյալ դպրոցին, թե պետությունը այն մարմինն է, որը ֆինանսավորում է այն բուհը, որտեղից դուրս է գալիս վաղվա ուսուցիչը։ Այս ամբողջի համախումբը ձևավորում է պատասխանատու քաղաքացու գաղափար։ Այս ամբողջը նախապայմանն է նրա, որ մեր ձին չսատկի, բայց բացի նրանից, որ այս ամեն ինչը կա, մեզ նաև պետք է լինի այդ ձիու հեծյալը, որը պիտի լինի ճիշտ հեծյալ,
մարդ, որը ճիշտ ուղղությամբ է տանում այդ ձիուն։ Իմ կարծիքով հաջորդ этаպը արդեն ուսուցիչների հետ աշխատանքի этаպն է հանրակրթության մասում։ Պետք է մի կողմ թողնել այդ ուսուցչի կերպարը, որը մենք ունեինք նախկինում, դպրոցի այն կերպարը, որը մենք ունեինք նախկինում, եւ նաեւ յոլաչ տանել աշակերտներին, որպեսզի իրենք գան ու ավարտեն։ Ես խոսեցի սոցիալական դերակատարության մասին դպրոցի, բայց ինչու պիտի ես դպրոցում հանդուրժեմ այն աշակերտին, որը պարզապես 700 դրամանոց ռեֆերատ է ինձ ներկայացնում, բայց աշակերտն եմ մեղավոր չի, ես իրեն տվել եմ այդ առաջադրանքը, ես դա ընդունում եմ, ինքը դա անում է, այսինքն մեզ համար խնդիրը հիմա թղթում գրվածի որակյալ ներդրումն է դպրոցում, իսկ դա կարող են անել միայն մանկավարժները։ Ծնողի դերի մասին խոսեցիք։ Ծնողի հետ աշխատանքը միայն դպրոցը չի կարող անել։ Ես խոսեցի նաև խորհրդային ժամանակաշրջանի քարոզի եւ քարոզչամեքենայի մասին։ Հիմա մենք պիտի ունենանք այդ քարոզչամեքենան բառի լավ իմաստով, որը պիտի մեր հասարակությունում նորից արժևորի կրթությունը, պիտի նորից արժևորի ուսուցչին, պիտի նորից արժևորի կրթության դերակատարումը հատկապես ժամանակակից համատեքստում եւ ի վերջո պիտի հասկացնի, որ եթե նախկինում պարզապես գործարան գնացող բանվոր էինք կամ ինչ-որ բան նախագծող ինժեներ էինք, հիմա այդքանը բավական չի։ Հիմա լրիվ ուրիշ ժամանակաշրջան է, լրիվ այլ կարիքներ են, բայց միևնույն է կրթությունը շարունակում է առաջնային արժեք լինել։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, իմ հյուրը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության փորձագետ Քրիստինե Սողիկյանն էր, հաղորդումը վարեց Անուշ Մարտիրոսյանը, կհանդիպենք։ Շնորհակալ եմ։